Վերաքննիչ վարչական դատարանը ծանրաբեռնողը մեկն է եւ այդ մեկը պետությունն է, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր տուգանքները վարչական դատարանում պարտվելուց հետո պետական մարմինները դրանք բողոքարկում են վերաքննիչ վարչական դատարանում։ Դրանց ընդհանուր գումարը մեկ միավորի մինչև 25000 դրամ է, բայց դրա վրա պետությունը ծախսում է մինչև 150,000 դրամ։ 8748 բողոքից 80%-ը բողոքարկում է պետությունը, տեղական ինքնակառավարման մարմինը եւ դրանից էլ 65%-ը մինչեւ 25000 դրամ դատական ակտեր են, այսինքն վերաքննիչ վարչական դատարանը ծանրաբեռնված է նման փոքր գործեր քննելով։ Այս խնդիրը լուծելու համար Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոխել ընթացակարգերը, դարձնել բացառապես գրավոր։ Սահմանում ենք, որ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով։ Եթե մենք նայենք բեկանման տոկոսը, ոչ թե բեկանման, այլ այդ ակտերի վերացման տոկոսը, ապա կտեսնենք, որ իրավիճակը շատ պետականամետ չէ։ Մենք պետք է այս որոշումը կայացնենք եւ շատ ավելի վաղ պետք է կայացնենք։ Բացի այդ, իշխանությունը խոստովանում է, որ նման տուգանքները պետք է լինեն առավել քան հիմնավոր։